Եղբայրներ, քույրեր, ամեն անկեղծ քրիստոնյայի, որ գալիս է Տիրոջը կամ եկել արդեն, այս հարցը միշտ հետաքրքրել է իրան ու շատերին հետաքրքրում է, ինչ անեմ, ինչ է ինձանից կախված, ինչ պիտի անեի, որ չեմ անում, ինչն եմ թերի անում, կամ անում եմ արդյոք, ինչ անեմ, որ հոգևոր կյանքս լավանա, ինչ անեմ, որ սառած չլինեմ, ինչ անեմ, որ առաջվա նման չլինեմ, մի բան փոխվի։ Ու այս հարցը միշտ էլ եղել է։ Մարկոս ավետարանում, չնայած բոլորը համարը 3 ավետարաններում կա, Մարկոս ավետարանի 10:17-ում ասում է, կարդամ այդ հատվածը, Եվ այնտեղից ճանապարհ գնալիս մեկը վազելով եկավ, ծուներ դրավ, նրան հարցնում էր եւ ասում. «Բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Այս երիտասարդը մեկ ուրիշ տեղում ասում որ ինքը երիտասարդ էր, պատանի էր։ Գալիս է Հիսուսին հարցնում է. «Ինչ անեմ»։ Ընդ որում իր կյանքը, երբ որ ինքը պատմում է, ասում է, տեսնում ենք, որ բավականին նենց ինքը հոգևոր կյանք ապրող մարդ է, բայց այս հարցը իրան հետաքրքրում է, ինչ անեմ։ Եվ երբ որ հրեաները մոտենում են Հիսուսին, իրանք երբ որ իր հետ խոսում են Հովհաննես ավետարանի 6-րդ գլխում, ասում են ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Եվ երբ որ Գործք առաքելոցում 9-րդ գլխում Պողոս առաքյալը հանդիպում է Հիսուսին, նույն հարցն է. Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Ես մտածում եմ, այստեղ շատերիս այդ հարցը հետաքրքրում։ Տենաս Աստված ինչ է ուզում, որ ես անեմ։ Տենաս ինչը այն չեմ անում կամ նենց չեմ անում, որ ես պետք է տենց անեի։ Այս հարցի պատասխանին գալու, սիրելիներ, ես ուզում եմ մի հատ ուրիշ հարցի նայենք իրար հետ։ Ով է մեր փրկության հեղինակը եւ ինչ է արել եւ անում ինքը։ Որովհետեւ մեր ինչ անելը սրա հետևանք է լինելու։ Տեսեք, երբ որ մեզ ավետարանել են, մեզ ասել են փրկության մասին, ինչ են ասել, ինչ են մեզ քարոզել, այսքան հավաքված մարդ։ Մեզ ասել են, որ գիտես, եթե դու զգում ես քո մեղավորությունը, եթե դու մեղավոր ես, Հիսուսը եկել է աշխարհ քեզ փրկելու համար։ Ինքը քո համար արյուն է թափել։ Ինքը քո մեղքերը ներել է։ Եվ քո հայացքը, քեզ վկայողները, այստեղից քարոզողները, քո հայացքը միշտ ուղղել են Քրիստոսին։ Որ դու տենաս, որ դու Քրիստոսի մեջ փրկություն ունես, որ քո փրկության գործը ինչ որ մեկը կատարել է արդեն։ Եվ այդ ինչ որ մեկը Աստծո որդին Հիսուս Քրիստոսն է։ Եվ ճիշտ է, մենք միշտ այդ բանի մեջ ենք եղել, բալավ ինչ անեմ, ինչ թողեմ, ես մեղքը չգործեմ, ես ինչ անեմ։ Ես հիշում եմ անգամ ինձ հետա գիտեք ինչ էր հետաքրքրում։ Ես մոտենում էի հավատացյալ եղբայրներին, քույրեր հարցում էի, ասում էի ակնոց դնել, արևային ակնոց դնելը մեղքը։ Ասենք մտածում էի, դա երևի աշխարհիկ բան է, էլի։ Նենց աշխարհիկներն են դնում։ Եթե պետք է էդ էլ չանեմ։ Ինչ անեմ։ Բայց ամեն անգամ մանավանդ եղբայրների հետ երբ որ խոսում էի, ամեն անգամ իմ հայացքը ուղղում էին Քրիստոսին, որ Հիսուսը քեզ փրկել է, քեզ կյանք է տվել։ Եվ սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված մեր բոլորի հայացքը ուղղում է Քրիստոսին։ Որովհետև Աստված ուղարկեց իր որդին
եւ իր որդին կատարեց Աստծո հավիտենական ծրագիրը, ինչի համար Աստված մարդուն ստեղծել էր, ինչի համար դու ընդհանրապես ծնվել ես ու այս աշխարհ ես եկել, որ քո կյանքը իմաստավորվի իր որդով Քրիստոսով եւ որպեսզի Աստված քեզ ունենա եւ քեզ այդ հաղորդակցություն ունենա եւ իր կյանքը, իր բնությունը Աստվածային քեզ փոխանցի եւ որպեսզի քեզ տա հավիտենական ժառանգությունը, որ երկնքում պատրաստել է ինքը իր որդին է տվել ու ինքը ուզում է որպեսզի քո հայացքը ուղղվի իր որդուն։ Նույն սրա հակառակը անում է սատանան, որպեսզի մարդու հայացքը Քրիստոսից կտրվի։ Ինչ անեմ, մի բան անեմ, մի բան ինձանից կախված, ես դրանով զբաղվեմ, էդի անեմ։ Գաղատացիս եկեղեցին, Պողոս Առաքյալը Գաղատացիս եկեղեցուն քարոզել էր եւ Գաղատացիս եկեղեցում մեծ արթնություն էր բռնկվել, այնտեղ մարդիկ հավատացել էին Քրիստոսին, շնորհքին եւ եկել էին մարդիկ հрьяաներից եւ քարոզել էին, որ գիտեք ինչ, Հիսուսին հավատալը քիչ է։ Տես չի, որ նենց ինչ հավատացիր ու փրկվեցիր, բա այդքան բաներ ա գրած, այդքան օրենքներ, կանոններ ա դրած, թլպատություն ա դրած, այդ սրանք որ չանեք, ո՞նց եք դուք պատկերացնում ձեր փրկությունը։ Եվ ինչ էր կատարվել իրանց այդ սիրելիներ։ Գաղատացիների հայացքը Քրիստոսից հեռացել էր եւ գնացել էին ինչ որ բաների վրա, որ պետք է իրանք անեն, եւ սրա պատճառով Պողոս Առաքյալը մի հատ բան է իրանց ասում։ Ասում է խափանված եք դուք Քրիստոսից, կամ էլ մնացել եք առանց Քրիստոսի, կամ էլ Քրիստոսը հեռացել եք դուք Քրիստոսից։ Մնալ առանց Քրիստոսի, այս սա է սատանայի գործը մարդու կյանքում, որ ինքը չնայի Հիսուսին, որովհետև Հիսուսի մեջ ինքը ունի ամեն ինչ, Հիսուսի մեջ ինքը Աստծո որդի է, Հիսուսի մեջ ինքը ունի աստվածային բնությունը, Հիսուսի մեջ աստվածային բնությունը ունենալով ամեն ինչ իր կյանքում կատարվում է եւ իր կյանքում Աստծո կյանքն է գալիս եւ սատանան էսի գիտի, որ երբ որ մարդը սկսեց նայել Հիսուսին եւ իրան չի նայում, իր շուրջը չի նայում, ոչ մեկի չի նայում եւ հավատքով ընդունում է այն գործը, որ Աստված տվել է, այսինքն այն միակը, որ Աստված պարգևել է, քո հայացքը իրանից չի կտրվում, քո հայացքը իրան է նայում, սատանան գիտի, որ էսի իր ջախջախումն է քո կյանքում, էսի այն է, որ ինքը քո կյանքում հայտնվում է քո ոտների տակ, էսի այն է, որ ինքը ստեղ էլ անելիք չունի, չի կարում ոչ մի բան անի, երբ որ քո հայացքը Հիսուսի վրա է։ Մի հատ երեխու որ հարցնում են, ով է քո սրտում բնակվում, ասում է Հիսուսը, ասում է բա որ սատանան գա քո սրտի դուռը թակի, ինչ կանես, ասում է Հիսուսին կասեմ գնա բացի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստծո նպատակն է, որպեսզի Աստծո ցանկությունն է, Աստծո արած գործն է մեր կյանքում, որպեսզի մենք ու Քրիստոսը իրար հետ մեկանանք։ Իսկ սրա համար գործողությունները, անելիքները, արարքները, ինչ որ դրական, չգիտեմ, ինչ որ բաներ անելը կամ ծառայություն լինի, ինչ ուզում ա լինի, ոչ մի բան քո կյանքում չի կարա նպաստի նրան, որ Քրիստոսը ուղղակի քո կյանքում լինի։ Քո կյանքի միակ գործը, որ դու հնարավոր է անես ու կարող ես անել, դա քո հայացքը Հիսուսին ուղղել եւ Հիսուսին նայել, որովհետեւ սիրելի եղբայրներ, քույրեր, մենք երբ ենք փրկվել։ Եփեսացիս թուղթը 2-րդ գլխում ասում է մենք երբ ենք փրկվել։ Ես այդ հատվածը ուզում եմ կարդամ։ 2-րդ գլխի 5-րդ խոսքը։ 4-ից Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված։ Դու մեռած էիր, մեռելը ինչ կարա անի,
Մեռելը ինչի է ընդունակ, մեռելին ինչ բան կարելի է փոխանցել, որ ինքը անի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, եւ շարունակության մեջ ասում է, ոչ թե գործերից 8-րդ խոսքում, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա, որովհետև չկա գործ, որ հնարավոր լինի անել ակնոցը շպրտեմ, հետո այդ ժամանակ մորուք էի պահում, բանը, ասեցին բանը, մորուք պահելը մեղք կա, ինչ որ մեկը ասեց մեղք կա, գնացի թրաշեցի, որ մորուք չպահեմ, հետո հասկացա, որ հետո անցավ որոշ ժամանակ, հասկացա, որ ես եմ անում, են եմ անում, սենց եմ անում, նենց եմ անում, ոչ մի բան իմ ներքն աշխարհում դրանից չի փոխվում, ինչ որ մի բան դրանից իմ ներքն աշխարհում չի կատարվում, բայց մի հանդիպում Քրիստոսի հետ, մի ժողովի ժամանակ, անբացատրելի հանդիպում, անմոռանալի հանդիպում, մոտ 34 տարի առաջ, իմ ներքն աշխարհը փոխեց ամբողջովին, սիրելիներ, ես այդտեղից դուրս եկա, աշխարհից մարդ մտավ այդտեղ, այդտեղից դուրս եկավ, աշխարհի հետ կապ չունեցող Աստծո զավակ, թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, չեմ ասում, թե հետո պրոբլեմներ չեմ ունեցել, չեմ ասում, թե մեղքեր չեմ գործել, չեմ ասում, թե անկումներ չեմ ունեցել, մեծ անկումներ, դրա մասին չեմ ասում, ես ասում եմ են Քրիստոսի հետ, են միակ հանդիպման, են հանդիպումների, որ քո կյանքում տեղի է ունենում, և քո ներքն աշխարհը ամբողջովին փոխվում է, և Աստված այս գործն է անում, և սատանան էլ այս գործը գիտի, որ հենց հայացքդ կտրեցիր քեզանից, հենց հայացքդ ուղղվեց Քրիստոսին, հենց մենակ իրանով, հենց այտենց մեղավոր, կեղտոտ, հենց այը տենց խոզանոցից դուրս եկած, անցյալդ վատ, դու վատ, արարքներդ վատ, բանի պետ չես, ու տենց գալիս ես, ու ասում ես եկել եմ, ահա ես, սատանան պարտվում աստեղ, և այդ քո կոնտակտը Հիսուսի հետ, այդ քո հավատքը Հիսուսի վրա, այդ քո հայացքը նետած Հիսուսին, քո կյանքը սկսում է փոխել, քո կյանքը սկսում է իմաստավորել, և Աստված այս գործը անում է մեր կյանքում, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մեր կյանքում լինես ես ու Հիսուսը, դու Հիսուսը, և ես երկու հատ տեղ եմ ուզում բերեմ Աստծո միջամտության մասին, որ Աստված անում է, շատ հետաքրքիր տեղեր է, ես կուզեմ ձեզ հետ այս հատվածները կիսվեմ, Մատթեոս ավետարանի 2-րդ գլխում, ես չեմ կարդա այդ ամբողջ հատված, ուղղակի արագ նենց ասեմ, Հովհաննես Մկրտիչը գրված է, որ մկրտում էր, և գիտեն, որ Հովհաննես Մկրտիչը նենց հրաշքով է ծնվել, ու Աստծո մարգարե է ինքը, և գրված է շատ հետաքրքիր, որ ամբողջ Երուսաղեմը և բոլոր Հրեաստանը գալիս էր Հովհաննեսից մկրտվելու, դուք պատկերացնում եք, բոլոր Հրեաստանը գալիս է, որ Հովհաննեսը, մարդը գալիս է, որ Հովհաննեսը իրան մկրտի, հիմա պատկերացրեք Հովհաննեսի հեղինակության գագաթնակետը, պիկը, անգամ, երբ որ Հիսուսը փարիսեցիներին հարցնում է, ասում Հովհաննեսի մկրտությունը Աստծուց էր, թե մարդկանցից, Հովհաննեսից փախնում են, չեն ընդունում Հովհաննեսին, բայց որ ասեն մարդկանցից, ասում է ժողովուրդը մեզ կքարկոծի, ժողովրդի առաջնորդներն են, Հովհաննեսի հեղինակությունը այնքան բարձր է, որ իրանք վախենում են հանկարծ ասեն, որ Հովհաննեսի մկրտությունը մարդկանցից է, ժողովուրդը իրանք քարկոծի, այսենց Հովհաննեսից գալիս են բոլորը մկրտվելու, և այս բոլորի հետ գալիս է մկրտվելու Հիսուսը, և գրված է, որ երբ որ Հիսուսը ջրից, Հովհաննեսը ճիշտ է սկզբից ընդդիմանում էր, դե գիտի ով է,
ընդդիմանում էր, հետո երբ որ մկրտեց Հիսուսին, բոլորը նայում են էսի, եւ գրված է, որ երկնքից մի հատ աղավնի եկավ Հիսուսի վրա, եւ 17 խոսքը, եւ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Ոչ թե այդտեղ արդեն կար երկու հեղինակություն, մի հեղինակությունը Հովհաննեսը, մյուս հեղինակությունը Հիսուսը, ոչ, Աստված առանձնացրեց իր որդուն, դա է իմ սիրելի որդին, իրան եմ հավանել, չկար երկու հեղինակություն, կամ մի հեղինակություն, Քրիստոս։ Երկրորդ տեղը, սիրելիներ, էլի բոլորիս շատ հայտնի տեղ, նույն Մատթեոս ավետարանի 17-րդ գլխում, Հիսուսը վերցնում է 3 աշակերտների, Հովհաննես, Հակոբոս, Պետրոս եւ բարձրանում են Սարը։ Հիսուսը ընդ է այլակերպվում, ու ինչ տեսարան են տենում աշակերտները։ Տենում են 2 հոգի եկան, Մովսես, մեկ էլ Եղիա։ Դե Մովսեսը խոսք չկա, Իսրայել ժողովրդին Եգիպտոսից հանող մարդ։ Աստված անձամբ իր հետ հանդիպում էր եւ իրան տալիս էր կանոնները եւ օրենքները, կներեք, եւ տալիս էր կանոնները եւ օրենքները, որպեսզի Մովսեսը փոխանցեր Իսրայել ժողովրդին։ Եվ Մովսեսը, երբ որ դուրս էր գալիս ընդդեից, իր երեսը դեմքը փայլում էր, Մովսեսը այն մարդն էր, որ ասեց ուզում եմ քեզ տենամ Աստծուն։ Եվ Աստված իր միջոցով իր ծրագիրը կատարեց եւ Իսրայել ժողովրդին հանեց ընդդեից, ու Մովսեսը տե կանգնած է, գերագույն հեղինակություն։ Երկրորդ հեղինակությունը Աստծո մարգարե, որը ընենց ապրեց, որ մեռան մարդիկ, բոլոր հոգևոր հերոսները, Աբրահամից սկսած բոլորը մեռան, բայց այս մարդը կառքի վրա երկնքից հրեղեն կառքը հատուկ իջավ իր համար, ինքը նստեց այդ կառքի մեջ ու այդ կառքը իրան տարավ երկինք։ Երրորդ հեղինակությունը Հիսուսն է, որի միջոցով մեռելներ են հարություն տվել, որի միջոցով հրաշքներ ա տեղի ունեցել, հազարներ են օդից կերակրվել, ընենց ծովն ա հանդարտվել, վերջը հրաշքներ ա որ եղել ա, եւ Պետրոսը ստեղ առաջարկություն ա անում, Տեր, 3 հատ տաղավար շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկը Եղիային։ Ու հենց այդ պահին, երբ որ Պետրոսը այս արտահայտությունը անում է, 3 հատ իրար նման տաղավար, 3 կարևոր հոգևոր հերոսների համար, եւ նա տակավին խոսելիս, ինքը հենց այդ առաջարկությունն է անում, եւ նա տակավին խոսելիս, մի լուսավոր ամպ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ձայն եղավ այն ամպիցը եւ ասեց. դա է իմ սիրելի որդին, այն երկուսը չեն, դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեք։ Եվ աշակերտները լսելով իրանց երեսների վրա ընկան եւ շատ վախեցան, եւ Հիսուսը մոտեցավ նրանց, բռնեց եւ ասեց. վեր կացեք եւ մի վախենաք, եւ նրանք իրանց աչքերը բարձրացրին եւ ոչ ոքի չտեսան, միայն Հիսուսին։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Աստված մեր կյանքում այսպես գործ անում, գիտեք։ Մեր կողքից, մեր կյանքից կարա հեռացնի, աչքերներս բացենք չտենանք, բոլոր են հեղինակությունը, բոլոր են արժեքավոր բաները, որ մեր կյանքում լինում են։ Այն երիտասարդը, որ եկավ Հիսուսին, ինչ անեմ, մի բան ասա, այդ նորենքները պահել եմ, մի թազա բան կարաս ասես, որ հաստատ գարանտիա ունենամ, որ երկինք եմ գնալու։
Հիսուսը ասեց, հա, կասեմ, այդքան ուզում ես ասեմ։ Իմ բառերով եմ ասում։ Ուզում ես գործ անես, տարունեցվածքը ծախի։ Դուր աղքատներին արի իմ հետևից։ Դե գնարա։ Գլուխը կախեց, նեղվեց, փոշմանեց իր առաջարկից, ուրիշ դեպ ասաց, մորանանք ինչ որ խոսացինք, հա, ես գնացի։ Ինչ ես ուզում անես։ Ուզում ես անես, գնա ունեցվածքը ծախի։ Այ հոգևոր մարդ ես ուզում ուժեղ դառնաս։ Ուզում ես նույնց հոգև կյանքդ լրիվ լավանա, դզվի, նույնց բանով սենց գնաս Հիսուսի հետևից, դե գնա, արա, գնա ունեցվածքը ծախի, լրիվ, ինչ ունես, տունդ, ամեն ինչդ, սաղ, ունեցվածքդ, դուր ու չպայես մոտդ, չտանես գցես բանկը։ Տարտուր աղքատներին, այ հիմա կարաս Հիսուսի հետևից գաս։ Եղբայրներ, քույրեր, Աստված մեզ փրկություն է առաջարկել եւ այդ փրկությունը իր որդին է։ Եվ Աստված օրհնի, որպեսզի մեր հայացքը իր որդուց չկտրվի։ Եվ վերջում Եբրայեցիս թղթի 12:2 ասում մտիկ տանք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին։ Նայենք Հիսուսին, ժողովուրդ։ Մեր աչքերը կտրենք մեզանից, մեր արած գործերից, մեր հոգևոր կյանքի տարիներից, մեր հաջողություններից եւ անհաջողություններից, մեր հոգևոր կյանքը կտրենք ամեն ինչից ու ամեն մեկից, ընդհանրապես։ Մեր աչքերը կտրենք։ Մեր աչքերը կտրենք մեզանից։ Ինչի եմ ես պետք, ինչ կարամ ես անեմ։ Ու երբ որ Պողոսը անգամ, որ ասում է ես մնացած առաքյալներից ավելի շատ աշխատեցի, հանկարծ որ չբռնեն էդի ու մի բան վերագրեն մարդուն, անգամ այդտեղ մեջբերում բան անում ընենց, շտկում անում, որ սխալ չհասկանան, ոչ թե ես, այլ Աստծո շնորհքի մեջ։ Ով ես դու, ինչ կարաս դու անես, Աստված քեզ այս հնարավորությունն է տվել, հավատալ Հիսուսին, նայել Հիսուսին եւ ապրել իրանով։ Ու էսա քո կյանքի օրհնությունը, երբ որ Հիսուսը քո կյանքի կենտրոնն է, երբ որ Հիսուսը քո համար ամենն է ամենում, երբ որ նրանից, նրանով եւ դեպի նա է ամեն բան, երբ որ դու արթնանում ես իրանով, քնում ես իրանով, երբ որ քո երգը Հիսուսն է, քո սրտի թանկն ու սիրեկանը Հիսուսն է, երբ որ քո երջանկությունը Հիսուսն է, երբ որ քո ներկան ու ապագան Հիսուսն է, երբ որ քո կյանքը իմաստ է գտել, որովհետև քո կյանքում Հիսուս կա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Աստված օրհնի, ժողովուրդ ջան, այս նոր տարվա մեջ մենք Հիսուսին մի նոր ձևով ճանաչենք եւ մեր մտերմությունը իր հետ ավելանա եւ ոչ թե գործերից, որ մեկը չբարձենա։ Ամեն։ Աղոթենք։